Ես կցանկանայի սիրելի ժողովուրդ մի քանի խոսք այս քարոզարշավի մասին սովորաբար նորմալ երկրներում, նորմալ կառավարությունների պարագայում փորձում է հենց կառավարությունը օրինակ ծառայել, թե ինչպիսին է պետք է լինի քաղաքական process-ը, ինչպիսին է պետք է լինի քարոզարշավը։ Տվյալ դեպքում sense քաղաքական process-ների կուլմինացիան դա քարոզարշավն է։ Եվ ինչ ենք մենք տեսնում Հայաստանում, երևի միակ երկիրն է կամ եզակի երկրներից մեկն է, որտեղ կառավարությունը ոչ թե լավագույն ստանդարտներին է փորձում ձգտել, այլ ինքը հենց ներդնում է վատագույն ստանդարտները։ Լաչառություն, ֆեյքերի նորություններ եւ բազմաթիվ այլ տեսնում եք թե ինչ է կատարվում։ Մարդկանց հետ խոսալու ոճը, մարդկանց հայհոյելը, սպառնելը։ Մի 2-3 օր առաջ վարչապետը սպառնեց, որ սպանելու է ինձ եւս երկու անդիմադիր ուժերի առաջնորդներին։ Հիմա հասկանում եմ, որ այս մարդը ամբողջ կյանքը մի դեղին թերթ է ունեցել եւ հիմա փորձում է այդ դեղին թերթի ոճը տարածել քարոզարշավի վրա։ Սա իհարկե բերում է նման կարգի երևույթների, բայց մենք հանգիստ պետք է նայենք, մարդիկ, որոնք մոլորված են մեր քաղաքացիներն են, նույնիսկ մեղք են այդ մարդիկ, որ այդ վիճակում են հայտնվել, բայց ինչ անենք, հիմա մենք պետք է գնանք առաջ եւ օր առաջ ազատվել այն կառավարությունից, որը այսպիսի վարկեր է հաստատում Հայաստանի Հանրապետությունը։ Ուղղակի անընդունելի է այս ամենը եւ մենք պետք է ուղղակի մեր մոտեցումով, մեր ձայներով հունիսի 7-ին այդ հնարավորությունը ունենք վերջ տալ այս ամեն ինչին։ Սա է մեր մոտեցումը եւ սա է գնահատականը այս պահի քարոզարշավին, ինչ որ մենք տեսնում ենք։ Հիմա մեր ծրագրերի մասին երևի այնքան ենք խոսացել, չգիտեմ ինչ է կարելի ավելացնել։ Միգուցե ավելի շատ դուք ինձ հուշեք, թե որ հարցերն են կոնկրետ ձեզ կոնկրետ հուզում այս պարագայում, այս տարածաշրջանում եւ Քասախ գյուղում։ Ես կարող եմ ասել, թե ինչ խնդիրներ ենք մենք հանդիպում բոլոր մեր այցերի ժամանակ։ Այսպես կոչված դպրոցների օպտիմիզացիա, որ մեկ դպրոց կառուցում են 5 փակելու համար, պասպորտային սեղաններ, այլ կարգի ծառայություններ, որը պետությունը մատուցում է քաղաքացիների համար, խոշորացնում է եւ տարբեր գյուղերում ուղղակի գյուղացիների համար, ժողովրդի համար մեծ դժվարություն է ստեղծում։ Սա մի վիճակ է, որը եւս մենք մեր ծրագրերում շտկելու ենք, վերացնելու ենք բոլոր այն քայլերը, որոնք ամեն քայլափոխի մարդկանց համար ստեղծում է անհարմարություն։ Հիմա սա է մեր մոտեցումը։ Մեր հիմնական երևի թեզերից մեկը անվտանգության հարցերն են։ Անվտանգությունը մենք ասում ենք, որ պետք է լինի երաշխավորված, այն ինչ անում է այս կառավարությունը, ստեղծում է մի իրավիճակ, երբ Հայաստանի անվտանգությունը պետք է կախված լինի մեկ մարդուց, կոնկրետ Իլհամ Ալիևից, Ադրբեջանի նախագահից։ Եթե համարում ենք, որ Ադրբեջանի նախագահան գիշեր-ցերեկ չի քնում, մտածում է մեր անվտանգության մասին, ապա խստագույնը սխալվում ենք։ Ուրեմն երևի այսքանը, երբ որ զոհվածի ծնողները Նիկոլ Փաշինյանին հարցադրումներին է անում քաղաքում, երևի ինքը մտածում է, թե մենք էինք ուղարկել, մեղք է ինքը, որտեղ ինքը որ պրովոկատոր է իր բնույթով, ինքը մտածում է, թե մենք ենք դա անում եւ որոշել են հիմա կազմակերպել այս կարգի պրովոկացիաներ։ Ուղղակի տարբերությունը նա է, որ մարդիկ, որ իրեն ասում են, հետո բռնում են, տանում են դատարան, տանում են իրապահ մարմիններով սկսում են զբաղվել։ Այս մարդուն իհարկե ոչ մեկը չի տանելու եւ մենք չենք ուզում որ իրեն տանեն, որովհետեւ ինքը մեղք է։ Ինքը մեղք է, ընդհանրում են որ որոշակի շեղումներ ունի, բայց հիմա ինչ անենք, այդպես է։ Մենք պետք է սպասենք, որ նման կարգի մարդիկ տարբեր տեղերում լինելու են։ Ուրեմն, ինչ պիտի անենք մենք այս ամենից ազատվելու համար։ Քվեարկենք հունիսի 7
Համար 17, հունիսի 7, և քվեարկում ենք Հայաստանի համար, Հայաստան ունենալու համար, Ժողովուրդ ջան, ով քվեարկում է Նիկոլի համար, քվեարկում է Ալիևի համար, սա ես ուղղակի չեմ կասկածում, սա մի բանաձև է, որը պետք է երևի բոլոր հանդիպումների ժամանակ անընդհատ ասենք, միջև դա չամրանա մեր ժողովրդի մոտ, որպես հստակ կարծիք։